Ողջույն։ Ամեն անգամ, երբ քաղաքացիներից ընդհանուր դժգոհություններ եմ լսում իրենց սոցիալական վիճակի մասին, իսկ դրանք շատ են, հիշում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթը 2018 թվականի հոկտեմբերին։ Ինչ որ բեմեր բարձրացել ու կոկորդը պատռելով գոռում էր. «Մենք չենք եկել իշխանության, որ մենք ինքներս հարստանանք ձեր հաշվին, մենք եկել ենք, որ դուք հարստանաք մեր աշխատանքի հաշվին, եւ մենք ձեզ ասում ենք հարստացեք եւ հարստացրեք»։ Այս ելույթը երբեմն թողարկումներում հիշում եմ։ Ժամկետը լավ հիշեք, ժողովուրդ, 2018 թվականի հոկտեմբեր։ Ընդամենը 5 ամիս էին իշխանության։ Պապիկյանը դեռ չէր չաղացել։ Պատգամավորուհիները, կառավարության անդամները դեռ իրենց տյունինգ չէին արել։ Դեռ հայտարարագրերից երևում էր, որ գրպաններում մկներ են բույն դրել։ Այդ ելույթից անցել է 7 տարի։ 7 տարվա ընթացքում այս հայտարարությունը 180 աստիճան թարս է աշխատել։ Հիմա հարցնում ենք, բայց ժողովրդի հարստանալու մասին ինչ կա։ Պատասխանում են մեկ բան. դե ասֆալտ ենք անում, բարեկեցիկ են ուրեմն։ Նիկոլի կառավարությունն ունի ներկայանալու մեկ քիչ թե շատ դրական բան՝ ասֆալտը։ Հայաստանի իշխանությունը աշխարհի միակ իշխանությունն է, որը 8 տարի երկրի կառավարման ղեկին գտնվելով մեկ ներկայանալու առիթ ունի՝ ասֆալտը։ Չասեք դպրոց ենք սարքում, մանկապարտեզ ենք սարքում, դրանք միշտ սարքվել են։ Կառավարության ուղարկել եմ հարցում, որի պատասխանից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վերջին 34 տարվա մեջ ամենաքիչ թվով դպրոցները կառուցվել են Նիկոլի օրոք։ Ինչ կարգի թշվառ պետք է լինի որևէ իշխանություն, որի միակ ձեռքբերումը լինի ասֆալտը, այն էլ անորակ։ Կառավարության ամեն նիստի ժամանակ կարդում է, թե այսինչ անի տան դիմաց ասֆալտ են կարել, այսինչ անի գոմի դիմաց ասֆալտ են կարել։ 8 տարի իշխանության են, չեն կարողացել այս որոշումների պատճառով հաղթահարվել է աղքատությունը, հաղթահարվել է կոռուպցիան, խոստացած գործարանը բացել եմ, մարդիկ սկսել են լավ ապրել։ Չկա, միայն ասֆալտ։ Ձեր հարկերը շատացել են, ձեր պարտքերը շատացել են ու փռել են ասֆալտ։ Թրամփը Վաշինգտոնում հանդիպեց եւ Նիկոլին եւ Ալիևին, արդեն որերորդ մեջբերումն է, որ անում է Ալիևից։ Նիկոլի պարագայում հիշել է մի խոսք. Նիկոլն ասաց, որ Հայաստանում ասֆալտ ավելի լավ է, քան Վաշինգտոնում։ Սրան, որ հարցնում են 8 տարի երկիր ես կառավարում, ինչ ձեռքբերում ունես, ասում է ասֆալտ։ Դու բարեկեցության մակարդակը չափում ես ասֆալտով, ասում է ասֆալտ են փռել, ուրեմն բարեկեցիկ են։ Այդ դեպքում կարող ես ասել, թե ինչու են մարդիկ միլիոնավոր դրամներ վճարում, որ Հայաստանից չերես Մեքսիկա փախչեն Միացյալ Նահանգներ, որտեղ ասֆալտը, այսինքն ըստ քեզ բարեկեցությունը մեզանից լավ չէ։ Չէ՞ որ քեզ համար բարեկեցության թիվ 1 ցուցիչը ասֆալտն է, որն էլ ըստ քեզ ավելի լավ է Հայաստանում, քան Ամերիկայում։ Կրկնում եմ, խոտանման ենթակա է այն կառավարությունը, որի 8 տարվա գործունեության արդյունքում կարող ես թվարկել բազմաթիվ կորուստներ, այդ թվում հայրենիքի ու մարդկային կյանքերի, ու մեկ ձեռքբերում լինի այն էլ ասֆալտ։ Վրաստանն առաջատար է գինու, մրգի արտահանման հարցում, Ռուսաստանում սաղ վրացական ապրանքներ են, իսկ հայկական ֆուրերը արդեն սովորական է դարձել արգելելը։ Մեր հարևան բոլոր երկրներում թոշակը մեզանից բարձր է, աշխատավարձը ավելի բարձր է, անվտանգությունը ավելի ամուր է ու բարձր։ Այդ բոլոր առումներով եք դուք ձախողել։ Բանակը կրճատում եք, զենք կրճատում եք, թոշակները չեք բարձրացնում, նվազագույն աշխատավարձ չեք բարձրացնում ու խոսալու միակ բանը ասֆալտն է։ Ասֆալտ ունի նույն էֆեկտը, ինչ բանակի վրա ուներ կլուբնիկը։ Դրանով էլ էի կպարտանում։ Գյուղ գնացի, որտեղ փակվել է օղու գործարանը։ Մեկ այլ համայնքում փակվել է արևածաղկի բիզնես, որը բավական երկար ժամանակ աշխատել էր, սրանց օրոք փակվեց։ Մեկ այլ տեղ ձեթի բիզնես։ Մարդիկ զրկվել են աշխատանքից, սոված նստել, բայց այդ գյուղերում ասֆալտ է առել կառավարությունը։ Այդ բիզնեսները փակվել են նույն կառավարության հարկային վարչարարության պատճառով։ Ասֆալտի նախարար Սանոսյանը, որ մի քանի տարի նախարար աշխատելուց հետո ընտանիքը դղյակ է կառուցում, ասում է. Մեզ քննադատում են շատ ասֆալտ անելու համար։ Ձեզ չեն քննադատում շատ ասֆալտ անելու համար։ Ձեզ քննադատում են նախ անորակ ասֆալտ անելու համար, երկրորդն էլ միայն դա անելու համար։
Նիկոլը հարց է տալիս ժողովրդին. հիմա ով է հիշում, թե ինչպիսին էին Երևան Բաքրատաշեն, Երևան Մարգարա, Երևան Ագարակ, Երևան Սոտք, Երևան Այգեպար մայրողիները։ Նա չի հարցնում ժողովուրդ, թե կառավարության շնորհիվ որքանով են բարեկեցիկ ապրում Ագարակի, Այգեպարի, Սոտքի եւ այլ բնակիչները։ Այդ դա հիշում են, որ մինչև քեզ ավելի բարեկեցիկ էին։ Այո, համ հիշում են, թե ոնց է ասֆալտել Երևան-Ագարակ ճանապարհը, բայց նաև հիշում են, թե Երևանից Ագարակ գնալիս ճանապարհի մի հատված ինչպես են շրջանցում, որովհետև հանձնել ես Ադրբեջանին։ Այո, հիշում են, թե ոնց է ասֆալտել Երևան-Սոտք ճանապարհը, բայց նաև հիշում են, որ Սոտքի կեսը տվել ես Ադրբեջանին։ Հիշում են, թե ինչպես է ասֆալտել Երևան-Այգեպար ճանապարհը, բայց նաև հիշում են, որ նախորդ տարի էլ այդ հատվածից գյուղեր տվեցիր Ադրբեջանին։ Ասֆալտ անելը չի արդարացնում այդ հանձնումներդ։ Վերադառնանք Նիկոլի հայտարարությանը։ Մենք չենք եկել իշխանության, որ մենք ինքներս հարստանանք ձեր հաշվին։ Կարծում եմ որևէ մեկը չի կասկածում, որ հարստացել են։ Նայեք հայտարարագրերը, նայեք դղյակները, նայեք օլիգարխիկ բիզնես կապերը, նայեք փոփոխած շրջապատը, բառապաշարը նայեք, ժողովրդի մասին խոսելու արդեն փոփոխված բառապաշարը նայեք, հարստացել են։ Ում հաշվին են հարստացել։ Ասում եմ մենք եկել ենք, որ դուք հարստանաք մեր աշխատանքի հաշվին։ Ժողովուրդ ջան, դուք ԿՊԱ-ների նեղկռուգի մասին չի խոսքը, որ մեկդ եք հարստացել կառավարության աշխատանքի հաշվին։ Քանիստ եք աղքատությունից դուրս եկել։ Թոշակները չեն բարձրացնում, պետությունը հնարավորություն չունի, բայց պետությունը ունի հնարավորություն, որ ԿՊԱ-ները տարին միտուն առնեն։ Ժողովրդի սոցիալականը բարելավելու հնարավորություն պետությունը չունի, ՔՊ-ի բարեկեցության համար ունի որքան ուզեք։ Քեզ սովորեցրին, որ ասֆալտով բավարարվես, ավելին չպահանջես, բայց իրենք դիզելով չեն բավարարվում։ Ասում եմ մենք ձեզ ասում ենք հարստացեք եւ հարստացրեք։ Ժողովուրդ ջան, էլի ՔՊ-ից բացի քանիստ եք հարստացել Նիկոլի իշխանության աշխատանքի շնորհիվ ու քանիստ եք կարողացել բացի ՔՊ-ից մյուսներին հարստացնել։ Մենք բոլոր ԿՊԱ-ներին հարստացրել ենք։ Քանի բիզնես կա, որ այս ընթացքում փակվել է, մարդիկ զրկվել են աշխատանքից, համ բիզնեսմենն է տուժել, համ աշխատողը։ Քանի բիզնես է Հայաստանում բացվել ու քանիսը փակվել, ու բացվածներից քանիսն է եղել կառավարության շնորհիվ, կառավարության աշխատանքի շնորհիվ, բայց փակվածներից քանիսն է եղել կառավարության հարկային քաղաքականության արդյունքում։ Բիզնեսի վրա հարձակվելու, նեղելու, խլելու, դատական համակարգի, մասկի շոուների եւ այլնի պատճառով։ Պատգամավորն ասում է բիզնեսին գնում են մեծ տուգանքներ են գրում ՊԵԿ-ը, հետո դատարանով պարտվում են, բայց մինչև պարտվելը այդ տուգանքները վճարում է, սննկանում է։ Կալանավորում են գործարարներին, անհիմն գործերով ու կասկածներով։ Այսօր կարդում եմ ՊԵԿ-ը տարեկան մոտ 1000 քրեական գործ է ուղարկում քննչականին հայկական բիզնեսների դեմ։ Վերջում պարզվում է, որ սխալվել է, բայց արդեն բանը բանից անցել է, ու այսպես հազարավոր բիզնեսներ։ Կարճ ասած, արձանագրենք, որ հանրությանը բարեկեցիկ դարձնելու խոստումներով եկածները աշխատել են միայն սեփական բարեկեցության համար ու իրենց այդ նպատակը լիովին հաջողել է։ Նիկոլի այդ ելույթը պետք է Հայաստանի բոլոր քաղաքացիների համար ուղենիշ լինի նրա աշխատանքը գնահատելիս։ Նրա բոլոր հայտարարությունները պետք է հասկանալ հակառակ տեսանկյունից։ Ասում էր, ես պատրաստ եմ զոհվել, ինքը չզոհվեց, հազարներին զոհեց։ Ասում էր, մենք չենք եկել, որ հարստանանք, իրենք հարստացան, մյուսներին ունեզրկելու հաշվին։ Այս իշխանությունը գործում է ձեր ինադու։ Շուտով էլի բեմեր է բարձրանալու, էլի խոստումներ է տալիս, առիթը շուտով կլինի, ընտրություններ են մոտենում։ Պետք է ամեն խոստման նայել նախորդ խոստման կատարողականը աչքի առաջ ունենալով։